15 տարի անց իմ առաջին նոր տարին ազատության մեջ, բայց ոչ մի տարբերություն, էլ ինձ զգում եմ փակ տարածությունում, մարդիկ վայելում են նախատոնական վիճակը, իսկ ես նորից հիասթափություն եմ ապրում, նորից վառվում եմ կյանքի հասցրած ապտակից, անամպեր սպասում էի նոր տարվա գալուն, մեծ հույսեր էի կապում գալիք տարվա հետ, չէի հանձնվել, սպասում էի, որ նորից բախտս փորձեի, նորից քեզ սեր խոստովանեցի, մտածում էի, միասին կնշենք նոր տարվա գալը, բայց ինչպես միշտ ձմեռ պապը մոռացավ ինձ, անցավ կողքովս ու էլի հաշվի չարավ, քանի տարի եմ մնացել իրան սպասելով, ամեն ինչին կարոտ մնացի ես ես կյանքում, Ադանան իր նոր տարին կդիմավորի սիրելի բլադի հետ, իսկ ես կրկին կմնամ սպասելով, Լև, ապեր, ես եմ պայմանները չեմ, որ մենք իրար հետ խոսեն, ծավըտ տանեմ, մենք խոսենք, բայց հետո, լավ, ապեր։ Ես ինչ է կատարվում, անգամ հարազատ աղբերը թետը չի ուզում խոսի, կապից դուրս եկավ։ Կապից դուրս չեկավ, թռավ, վախից։ Կարա լինի։ Հա, կարա լինի, թե իրա հետ, թե քեզ հետ։ Ինձ հետ։ Հա, մենակ թե դու ոչ տեղ ունես թռնելու, ոչ էլ ժամանակ, ոչ էլ կնոպկա ունես կողքիդ, որ սեղմես ու անհետանաս։ Բայց ես չէի էլ պատրաստվում փախչել։ Հա, բա ոնց դու աննենց համարձակ տղա ես, որ կարող ես կանգնել իմ դիմաց ու պատասխան տալ արածիդ համար, բա ոնց։ Եթե իմանամ ինչ եմ արել, պատասխան կտամ։ Լսի ամոթը, այնքան չկաս, որ նույնիսկ չես կարողանում վիզ վերցնել, որ դու ես ուղարկել իմ տուն մարդկանց։ Մարդիկ եմ ուղարկել քո տուն։ Ինչի համար։ Դու լավ գիտես։ Բանն է, որ չգիտեմ։ Իմ տնից գողացված բոլոր թղթերը վերադարձնում ես, քանի ես իսկապես չեմ գժվել ու քեզ օթերով չեմ հանել։ Եթե իմանայիր, որ օթերով կհանես, ու փաստի առաջ չէիր կանգնի, վաղուց հանած կլիներ։ Դեռ մի փոքր կասկածում եմ, դու ես թե թայդ, Ադամն է, հենց որ հաստատ իմանամ ձեզնից որ մեկն է, հաստատ կկրակեմ, ուղղությունս եմ որոշում։ Ոնց էլ կրակես տեղին կլինի։ Ամեն դեպքում երկու թշնամուց կազատվես։ Այդ թղթերը, որ տանում էիք տնիցս, բա ձեր մտքով չանցավ, որ կարող է պատահի միակ օրինակը չլինեն դրանք։ Հա չէ, դրա համար вообще-то ուղեղ է պետք ունենալ, որ այդքան մտածես։ Քանի հոգու ճակատագիր կա այդ թղթերի մեջ։ Քանի մարդու կարող եմ ես ոչնչացնել։ Էլ չես կարող։ Չէ որ ասիր, որ դրանք էլ քո մոտ չեն։ Ես քեզ խոստանում եմ, որ դու մեռնելուց առաջ անպայման կզարմանաս։ Բայց ես չեմ պատրաստվում մեռնել։ Դե, ես էլ չէի պատրաստվում օտար մարդկանց ընդունել իմ տանը։ Էլ չեմ ասում դիակ ունենալ։ Ամոթ ինձ, եթե հասկանում եմ քեզ։ Կհասկանաս, երբ հաջորդ անգամ հանդիպենք, բայց արդեն երեքով։ Ես, դու ու մեկ էլ այդ կորած ընկերդ։ Փաստորեն դու էլ ես Ադամին մանեկել ու չես գտել։ Մեռա փնտրելով։ 2 օր գետնի տակ անցել։ Լավ է։ Զգուշեղի դու էլ չմիանաս իրան։ Ես քեզ ոնց ասեմ, որ սխալ մարդու ես ընտրել սիրելու համար։
Ինչպես որ սխալ մարդ խնդրեցիր քեզ պահելու, նրան հայր կոչելու համար։ Ես մի պարզ ճշմարտություն գիտեմ, որ այս ամենի վերջի բարին չի լինելու, որովհետև կյանքը ոնց պատում մեզ գցում է իր ջանքերը, կողքի թողնելով մարդկանց հետ, որոնք մեր բարեկամները չեն և որոնց հետ ճանապարհ ունենք անցած, որը ջնջելու մոռանալա պետք, ոչ թե մի բան էլ թարմացնել։ 48 ժամվա ավարտին քիչ է մնացել, երբ ավարտվեց, ես կանեմ իմ ճակատագրական քայլը։ Կոչ? Կոծիկ։ Էս Անահիտ Սիմոնյանի խանութը չի։ Դե շատ իմանամ է։ Վայ կոծիկ ինքն է։ Կոծիկ արի մտնենք խնդրում եմ։ Արի մտնենք։ Ուշով, մտնում ես ինչ անես, այ կնիկ։ Վայ դենակ ինչ սիրուն բաներ կան կոչ։ Բայրեք ուրիշ բաներ էր խոսում։ Ասում էր հոր գներն ավրեն դրել, այդքան էլ սիրուն չի։ Կոծիկ հանգստացի մի հատ։ Արի մտնենք, կարող է ծնունդից մի հատ բանի զառնես, արի խնդրում եմ։ Գնա, գալիս եմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչով կարող եմ օգնել։ Կոնստանտին։ Արինա ինչ լավ գներա, էժան գներա, այդ աղջիկա վրա սուտ պարաժ էին գցում։ Տեսնում ես, կոծիկա օրինակ ինձ որ մեկը կսազի կողք, կարծիկա վարի բռնի շուտ արի տղ։ Նամետակ ես պիտի ցույց տաս։ Ինչ քյութ է։ Կոծիկարի հելը նայի իրա նման կարա տարերը գրածելն ստեղ պուշոք հետևնել կոծիկ։ Կոծիկ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կոծիկ, տեսար Անահիտ Սիմոնյանն ռեակցիա մի հատ այդտեղա։ Լսի, բնականություն սիրուն Ալենայի մեռած ինչու լուվիկն է, ինչ քյութ է, կոծիկ։ Պուշո, քշելը դեռ ուրիշ բաներ էր խոսում։ Ես դաժե զարմանում եմ, ես աղջկա ականջները ոնց միջին հիմա չեն կարմրել։ Կոծիկ։ Ձեզ շատ է սազում։ Վայ, շատ շնորհակալ եմ Անահիտ ջան, իսկ կարելի է ձեր հետ նկարվել։ Այո, իհարկե։ Կոծիկ, շուտ արա, անմահացրու մեզ Անահիտի հետ։ Ոչինչ չէ, որ ձեզ հետ տույով եմ խոսում, ուղղակի ձեզ այնքան շոտ եմ սիրում։ Ոչ մի խնդիր, շատ շնորհակալ եմ։ Վայ, շատ մերսի, բայց դուք ինչ քյութ եք, ինչ լավն եք։ Մերսի։ Կոծիկ, շուտ արա։ Դուք գիտեք, համ լավ երգում եք, համ պարում եք, համ լավ կարում եք, շատ տաղանդավոր եք, իսկական տաղանդ, համ էլ շատ քյութ եք։ Շնորհակալ եմ։ Կոծիկ, ասա որ քյութ է։ Թե կնգանից ես բան եմ հասկանում ամոթ ինձ։ Ոայ աստուված ջան, ես լրիվ գիժա։ Սիրում ես նկարը կոծիկ։ Մամուլ, նորից գեղեցիկ բուկետ, ես էլ արդեն որերորդն է։ Չգիտեմ թվով որն է, բայց շարժվի, հա, ես այս տոպրակները մենակ չեմ կարող տանել։ Ուրախ չես ինձ համար, մամա։ Ուրախ կլինեմ, եթե աչքովս տեսնեմ քո երկրպագույնը։ Իսկ ես առանց տեսնելու իրան արդեն սիրահարվել եմ, կամ էլ
անգամ էլ սիրում եմ։ Հիմա այս ցրտին երկար ես այստեղ կանգնած մնալու։ Մամուլ, դու չես պատկերացնի հիմա իմ հետ ինչա կատարվում։ Ասում եմ, կարող է հիմա ինքը ինչ-որ տեղից մեզ հետևում, ա։ Պարզ չի, որ հետևում ա։ Խանութից դուրս գալուն պես ծաղիկները տվեցին։ Հետաքրքիր է, որ հատվածից է հիմա մեզ նայում։ Նենց եմ երազում դուրս գա սենց իմ դիմաց ու ամուսնության առաջարկություն անում։ Բայ արի գնանք, հա, քանի դուրս չի եկել քո դիմաց։ Մամայի սարև քեզ չեմ հասկանում։ Քանի կար երազում էիր ինչ-որ մեկը ինձ ամուսնության առաջարկություն աներ։ Հիմա այդ շանսը ընձեռվել է ու դու ոնց որ թքած ունենաս։ Մոնի, դեպրեսիայի մեջ եմ։ Կարա լինի։ Դա մեզ մոտ ժառանգական է։ Տարին 12 ամիս ազգովի դեպրեսիայի մեջ ենք։ Մի տեսակ հավեսս կորցրել եմ։ Դարձել եմ անտարբեր ու հիասթափված։ Հա, вообще-то դա զգացվում է։ Նույնիսկ շոփինգի ժամանակ էիր անտարբեր, որ շոփինգը քո համար դեղերի դեղն է։ Երևի վերարժևորեմ ինձ համար այս կյանքում շատ ու շատ բաներ։ Հավատում ես, Մոնի, նոր տարին անելու ցանկություն չունեմ։ Մամուլ բրոյս, արդեն որոշված է, նշում ենք ռետրո ակումբում։ Ինձ համար մեկ է։ Բայց իմ համար մեկ չի։ Դե պարզ է։ Մեկ չի լինի, ընկեր էիր ուզում, մենակ գտար։ Մամուլ, ոչ միայն գտա, я его уже люблю։ Չես պատկերացնի, ոնց եմ խենթանում իր այս գաղտնի քայլերի համար։ Ինչ եք ասում։ Իսկ արտաքինը քեզ համար կարևոր չի։ Դու չես ուզում իմանալ ինչ արտաքին ունի։ Ասենք կարող է ինքը լինի մեծ փորով, քաչալ, քեզնից կոլոտ ու տենց լիքը տղաճ բաներ։ Իսկ որ պապան ունի կանաչ աչքեր, մազեր, հասակ ու տենց հմայիչ մաչոյա ու միշտ շրջապատված է աղջիկներով ու քեզ հետ չի, լավ է։ Ավարտիր, հա, ասածներդ։ Դրա համար էլ մենակ եմ նոր տարին դիմավորում։ Համաձայն եմ։ Այ դրա համար էլ արդեն հոգնած եմ, հիասթափված ու սպառված։ Գնանք, հա, Մոնի, ցուրտ է, առաջ ընկի։ Վայ, հեռախոսն է, սա վերցրու։ Պոպարդ ինչի ազան։ Հետաքրքիր է ինչի ես եկել։ Կարող է գնաս թողես պարապան։ Ապրի Մարթան, ինձ քո տեղը ասեց, քանի օր է քեզ փնտրում եմ, չեմ կարողանում գտնել, ավելի ճիշտ դու չես ուզում, որ գտնեմ։ Այո, ես չեմ ուզում, ոնց որ կարաս գնաս։ Ես հիմա քո ժամանակը չունեմ։ Ոչինչ, ինձ քո թանկ ժամանակից մի փոքր կտրամադրես։ Ուրեմն, եթե այսքան օր ես քեզ փնտրում եմ, կարևոր բան ունեմ, չէ՞ ասելու։ Դու կգնաս, թե ես գնամ։ Սա առաջին նոր տարին է, որ մենք միասին ենք դիմավորելու։ Չէ, դու հաստատ որոշել ես իմ նյարդերի վրա ազդել։ Ես, դու ու մեր առաջնեկը միասին ենք դիմավորելու 2016-ը, բա։ Այ քեզ բան։ Լսի, ինչ ես անդադ ուզում ինձ հունից հանես։ Ինչ առաջնեկի մասին է խոսքը։ Ինչ ես ուղեղդ մցրել առաջնեք ու անընդհատ ամենտեղ ինձ հետ ես ասում։ Դու գիտես ինձնից էլ լավ, որ տենց բան չի կարա լինի, որ մենք վաղուց միասին չենք եղել։ Լսի, ես չգիտեմ դու ինչ գիտես, բայց ես գիտեմ, որ մենք փոքր ենք ունենալու։ Չէ, ես արդեն շատ է իմ համար։ Ուզում ես համոզվել, որ հղի եմ։
Մի րոպե։ Հիմա ես քեզ կապացուցեմ։ Դու ինչ կարող ես։ Անալիզների պատասխանները արդեն ստացել ենք։ Կարող եմ քեզ շնորհավորել։ Դա արդեն Իբր ես ինչ կապիկություն էր։ Այսօր ես 1000 դրամանոց մասովկեն, որ դեից ես գտել, որ քո համար սենց դեր խաղա։ Վլադի գիժես։ Սա Նոնա Ստեփանովնան է։ Ուզում ես քեզ տանեմ այդ հիվանդանոց ծանոթացնեմ այդ բժշկու հետ։ Ինքն էլ կփաստի, որ ես հղի եմ, որ դու պապա ես դառնալու։ 1000 դրամանոց մասովկա։ Նոնա Ստեփանովնան ով է։ Ով ինչ ուզում է թող ասի։ Ես ու գիտեմ, որ դու ինձնից հղի չես։ Ու ես գիժ չեմ։ Բայց փաստը մնում է փաստ, որ ես հղի եմ։ Հա ես հիմա չեմ կարա քեզ ինչ-որ փաստաթուղթ ցույց տամ, որովհետև պտուղը շատ փոքր է։ Լսի Ազիզ ջան, հիմա առավել եւս համոզվեցի, որ դու չես կարա հղի լինես։ Եթե պտուղը փոքր է, ուրեմն դու նոր ես հղիացել։ Իսկ մի հատ ուզում եմ ուղեղդ լարես ու հիշես։ Մենք երբ անեց իրար հետ չենք եղել։ Հասկանում ես, չէ՞ ինչ եմ ասում։ Ուզես թե չուզես, հավատաս թե չհավատաս, սա քո երեխան է։ Ես քո երեխային եմ իմ կրծքի տակ կրում։ Կարող է հղի ես, բայց հաստատ ոչ ինձնից։ Քեզնից եմ հղի այ հիմար, ու չփորձես իմ բարոյականության հետ խաղալ։ Ոչինչ, ես համբերատար կսպասեմ մինչև այն պահը, որ քեզ կապացուցեմ, որ ինքը քո երեխան է։ Ես առաջարկում եմ, որ դու տեղափոխվես հոգեբուժարան։ Քեզ իսկը ժամանակն է փակել հոգեբուժարանը։ Հաշվի, որ այս տարվա լավագույն նվերը, ավելի ճիշտ քո կյանքի լավագույն նվերը, ես եմ մատուցել։ Հանգիստ։ Սաղ լավ է, հանգիստ։ Էսի չէր կարա քեզնից հղիանար։ Ու դու էդ լավ գիտես։ Հիմա ով ինչ կասի, քեզ չպետք է հետաքրքրի։ Ավելի լավ է մտածեմ Ադանայի հետ սպասվելիք ժամերի մասին։ Դու գիտես չէ, որ ես քո կինն եմ։ Ու հետևաբար ես պետք է իմանամ, ուր էիր անհետացել ես 3 օր։ Իմ գործերով։ Ինչ գործեր։ Էլի կարող ես գործեր ունենալ։ Բայց պետք չէր անջատել հեռախոսդ ու անհետանալ, որ ես էլ ինձ այսքան ված գայի։ Մտածում էիր այրի եմ քեզ դարձրել։ Աստված չանի։ Բարդ է, ես հիմա քո կողքին եմ, քեզ հետ, ինչ ես անանք ստանում։ Չգիտեմ, իսկ ինձ թվում է, որ դու ինչ-որ կնոջ մոտ էիր գնացել, գիտես։ Հիմա մնում է խանդի տեսարաններ սարքես։ Թե սպասում ես, որ պիտի արդարանամ քո առաջ։ Ես ով եմ, որ նման սպասումներ ունենամ։ Չնայած, գիտես, ես շատ սխալ եմ անում, որ հիմա նման խանդի տեսարաններ եմ սարքում։ Չէ՞ որ ես գիտեմ, որ դու միայն ինձ ես սիրում։ Հիմա կողքիս ես, եկել ես։ Ես պիտի ինչ երջանիկ զգամ։ Դե լավ է։ Ու ամենակարևորը, այս սուրբ օրով մեր տրամադրությունը չգցեմ։ Դե լավ է, որ հասկացենք իրար։ Հիմա խնդրում եմ գնա աշխատեն։ Ես քանի վրա չեմ աշխատել, հեռախոսս տրակում էր, գործերը թափվել է գլխից։ Լավ էլի, խնդրում եմ, անջատի ես հեռախոսդ ու տոները անցկացրու իմ հետ։ Դու իմը պիտի լինես այս քանի օրը, խնդրում եմ։ Շատ ժլատն ես։ Հա, ես այդպիսին եմ։ Ու դու գիտես, որ ես այդպիսին եմ։ Դե լավ։ Արա թարգի էլի ես քո կագեբեիչնի կամ վայրատները թարգի էլի։ Էլ ուրիշ բան չունես հա մոգոնելու։ Ստրատեգիա ես հա փոխում։ Մտքին է տասա, մի անգամից քյասար։ Մոնթե, իմ մտքերը միշտ էլ մաքուր են։ Ուղղակի քո պալա չլինելով ու սենց հաճախակի հանդիպումներով դու ինձ լավություն չես անում։
Դրա համար էլ ստիպված էի վտանգը ցելելու համար աշխատասենյակում չհանդիպել քեզ։ Դու հələ լուրջ վտանգներից վախեցի, որոնք հետո են գալու։ Այսօր ինչ օր է։ Նա մի քանի ժամից նոր տարի է։ Բայց ես որ քեզ 48 ժամ տվեց, այդքան օր առաջ էր։ Այդ ժամանակը համի ու մոկտիներ համքո։ Կարծում եմ միտքդ փոխած կլինես։ Որովհետև այն ժամանակ որ դու ինձ փաստի առաջ էիր կանգնացնում։ Շատ հուզված էիր։ Դու սառը դատելով երևի հասկանում ես, որ առաջինը դու ես ռումբի վրա լինելու ու դու ես տրակելու։ Հարի-քայլի շարունակենք լավ որպես։ Ես եմ հուզված ու ես էլի նույն մտքին եմ։ Հա, կստացի Ադամ Գյորգիչին կտար, թե էլի փախածա։ Հա, ասում են հայտնվել է։ Ու դու ինձ ժամանակ պիտի տաս, որ իր հետ էլ խոսամ ու պատրաստեմ։ Իմիջայլոց Ալիկն էլ երկրում չի։ Ամերիկա է գնացել։ Այ դուք Ալիկի քաշվածն եք։ Դու ես շատ լավ գիտեմ ով է Ռուսաստան, ով է Պարսկաստան, ով է Ամերիկա։ Ես դիպ գիտեմ, ամեն ինչ էլ գիտեմ։ Մտածեք, թե ինչ եք անելու։ Դու մի քանի ժամ էլ պիտի տասվես, ու չասես չէ, որովհետև այս դեպքում խաղի կանոնները մենակ դու չես տեղադրում։ Ես եկել եմ, բայց ինձ շատ վատ եմ զգում, որովհետև հասկանում եմ ինչի եմ եկել, ինչ ես ինձ հետ ուզում խոսել։ Դու վատ մի զգա առանձնապես, պարզապես լսի։ Լսում եմ։ Իմ մտքով անգամ չէր կարող անցնել, որ Ալիկը կարող էր պատմել քեզ իմ կյանքի մանրամասները։ Էլի որ չի պատմել։ Լավ։ Ով է ինձնից երեխա ունեցել։ Դե են ամբարոն էլի բանը, Լոլան։ Լոլան։ Դե ես չգիտեմ, ես ոչ տատմերն եմ եղել, ոչ էլ գտնվել եմ ծննդաբերությանը։ Ես գիտեմ այն, ինչ դուք գիտեք։ Հա, բայց հակառակի պես դու ինձնից շատ բան գիտես։ Կարող է սխալ բաներ եմ խոսում։ Անգին։ Լոլան երբ է մահացել։ Ինչի Լոլան մահացել է։ Ճիշտ է մի քանի ժամից նոր տարի է, բայց չմերժեցիր ու եկար ինձ հետ հանդիպում։ Որովհետև շատ է ուզում քեզ տեսնել։ Այնքան բան ունեմ քեզ ասելու։ Ես էլ։ Երևի սա իմ երկրորդ ամենավատ նոր տարին է լինելու։ Հա, առաջինը երևի որ առանց ծնողների պես դիմավորել, չէ։ Ես էլ առաջին նոր տարին է, որ պիտի առանց աղբորս դիմավորենք։ Գիտես, թվում է, թե մի տարին այնքան քիչ է, բայց այնքան բան եղավ այս մի տարվա ընթացքում։ Մի տարին շատ է։ Ուղղակի մեզ համար այն քիչ թվում։ Հա, ես մեկ-մեկ որ խորանում եմ, ահա որ ինձ սկսում եմ ված գալ, որ մտածում եմ այդքան բան եղավ։ Չեմ ուզում քեզ ված գաս։ Ասել եմ չէ, թե ինչքան լավ ընկեր ես դու։ Հա, պիտի որ ափսոս լինես։ Բայց չեմ ուզում քո ընկերը լինեմ։ Ինչի՞։ Նեղացած ես ինձնից։ Չէ։ Ավելին եմ ուզում լինեմ, քան քո ընկերը։ Ժան, կգաս պապայի հետ միասին դիմավորենք նոր տարին։ Դե նես չի, որ մենք պիտի ինչ-որ սենց նշենք,
Բայց շատ կուզենամ, որ միասին դիմավորենք։ Պապայի հետ ես դիմավորելու։ Հա։ Բայլում։ Դրա համար եմ ասում։ Գաս, միասին դիմավորենք։ Չէ, չեմ կարա։ Բայց մերսի էր ավելի համար։ Ուղղակի ուզում եմ Լևի հետ լինել։ Չես ուզում հայրան մենակ թողում ես։ Չէ։ Դրա համար ես հենց հիմա քեզ կշնորհավորեմ։ Ծանրահարմար վիճակի մեջ ես գցում Ժան։ Ես էլ էի քեզ համար նվեր պատրաստել, բայց չբերեցի, մտածեցի, որ լավ, արի գիտես ոնց անենք։ Դու կգաս մենք միասին կդիմավորենք ամանորը, կհանձնենք միմյանց նվերներ, կշնորհավորենք միմյանց։ Մենք չենք հանդիպի Ադանը։ Ինչի՞։ Ինչ ես քեզ սենց պահում։ Սենց ոնց։ Օտար։ Մի տեսակ խորտ։ Նեղված։ Չէ, քեզ ուղղակի թվում է։ Երևի։ Այս վերջերս ինձ շատ բան ա թվում։ Նվերս մնաց։ Ժան, ես չեմ կարող ընդունեմ սա քեզնից։ Նախ ուզում եմ շնորհավորեմ, որ գտել ես քո կեսին։ Ուզում եմ, որ ինքը կարողանա քեզ երջանկացնել այնպես, ինչպես ես կուզեի, որ դու երջանիկ լինես։ Ինչպես ես քեզ կերջանկացնեի։ Ժան։ Խնդրում եմ, թող խոսեմ։ Անկեղծ եմ, որովհետև դու գիտես, որ քեզ սիրում եմ։ Իսկ խաչը ընտրեցի նրա համար, որովհետև ուզում եմ, որ Աստված քեզ միշտ պահապան լինի։ Հավատում եմ, որ սիրում ես։ Իսկ քո նվերը դրա վառ ապացույցն է։ Դու կարար ինձ ցանկացած բան նվիրել։ Բայց եթե խաչ ես ընտրել, ուրեմն իսկապես սիրում ես։ Ոնց որ ուզում եմ կրկեմ քեզ։ Եթե դու դա չաներ, ես էի դա անելու։ Կներես ինձ։ Շնորհավորում եմ քեզ։ Աստված գոնե թող մեզնից մեկին երջանիկ դարձնի ու երջանկություն տա։ Ուրախ նոր տարի քեզ, Ժան։ Դու իմ միակ ու ամենալավ ընկերն ես։ Նայեմ, էլի մի վարկյակ նայեմ։ Լավա, սենց շարունակ ինձ գեղեցկացրեք, մաքսիմում, ես պիտի այսօր հիասքանչ տեսք ունենամ և ցնցեմ բոլորին։ Բայց հատկապես մեկին, չէ՞։ Այո, պսիխապատը չկաս իմ նոր պակլոննիկին։
Գնացինք։ Մամ, ինչ ես քեզ սենց պասիվ պահում, չես խառնվում մեր մոնի փոթորկված կյանքին։ Վաու, փոթորկված կյանք, չոտկը պրեմինյա սկազում։ Մամ, ոնց որ հղին դու լինես, ոչ թե ես քեզ նենց ես պահում։ Այսօրվա իմ հանդիպումը ձեր հոպարի հետ լրիվ ինձ բավարար էր։ Էնպես որ ինձ ավելի հունից չանեք, հա։ Ալեն չանեք, որ ես գժվեմ։ Բայց ինչ ասեցինք, մամ։ Անգամ ես եմ հանգիստ, որ Վլադիկս ինձ գրողի ծոցն է ուղարկել ու չի հավատում, որ հղի եմ։ Ես էլ քո վրա եմ զարմանում, գիտես, որ տենց հանգիստ խոսում ես դրա մասին։ Հա ինչ, կարևորը ես հղի եմ, ես գիտեմ դրա մասին։ Մնացածը թող ինքը մտածի։ Ինչ խոսա, հա? Հղի եմ, հա հղի եմ։ Ենքան կասես մարդիկ հավատան իսկապես։ Ես ոնց որ մենակ Վլադիկին հա չպետք է համոզեմ ու ապացուցեմ, որ հղի եմ։ Մամ, դու չասեցիր հոպարը ինչ էր ուզում։ Չգիտեմ, մի բան եմ արել, բայց չգիտեմ ճիշտ եմ արել, թե սխալ։ Ինչ ես արել, մամ։ Ռադարա, հա? Ես ոչ էլ գալու եմ ձեզ հետ նոր տարին դիմավորելու, գնալու եմ իմ տանը ինձ համար մենակ նստելու եմ, վերջ։ Դու որ չգաս, մամա, մենք էլ չեն գնալու ոչ մի տեղ, չեմ գալու։ Մի րոպե կներեք էլի, սա ինչ բան էր, մամա, մամուլս լրիվ վատ է, ես իմ մամայից նման բան չէի սպասում, անպայման պիտի տրամադրությունս չացնեն։ Պապան էլ թող Արամիկի հետ կյանքը վայելի Վեգասներում, շարունակեք, հա։ Աղջի, սուս մնա, հա։ Չես տեսնում, որ սիրտս լցված է։ Լավ, շնորհակալություն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ձեզ համար տուփ են թողել։ Սա։ Ուզում եմ միասին բարև տանք գալիք տարվան։ Եթե մերժես, սիրտս կկոտրես։ Մի ողջ տարի կտարապեմ։ Ասում են կարմիրը պատահական գույն չի, այն գիրք, սեր, արյուն ու կյանք է խորհրդանշում։ Ուզում եմ այս երեկո լրացնենք իրար։ Ադամ, սենց չեն աշխատում, սենց գործ չեն անում։ Հա լավ, ինչ մտել ես, խոսում ես վրես, արդեն հոգնեցի։ Այդ հոգնածությունը թե չկլնի։ Եթե պալաչ է, սկսի համը հանել։ Թե ասա դա ինչ է հանկարծ սկսեց կատաղել, խոսել, քանի կար ձենը չէր լսվում, հիմա էլ… Դե էդ հիմա կարևոր չի։ Դա ինչն է կարևոր։ Ադամ, ինչ է եղել, դու լավ ես։ Չէ։ Երևում է, որ չէ։ Թե չէ կհասկանայր, որ շատ վատ իրավիճակի մեջ ենք։ Ինչ է հետդ կատարվում։ Էդ թող ես իմանամ, հա։ Նավ, պալաչի հետ ինչ ենք անելու։ Դե որ մեզ ապահովագրենք։ Մի քանի ժամից գրողը ծոցը կողարկենք այս անիծված տարին, որն իզնից իմ որդուն խլեց ու քո վստահությունը գողացավ։ Շատ բան տարավ իզնից այս տարին, ես է իր ազոհը։ Ես ինչ է այս տողերը գրելու, ծրար տրել ստե չհասկացա։ Ու ես չեմ պատրաստվում մնալ քաղաքում ու մեծ շուկով ճանապարհել ես Ագահին, ներիր, որ քեզ մենակ եմ թողնում, բայց գտնում եմ, որ դու դրանից քեզ ավելի երջանիկ կզգաս։ Իմ ներկայությունս սկսել է քեզ խեղդել, ես դա տեսնում եմ ամեն վայրկյան։ Բայց դա տես չի, պապ։
Ես գնում եմ Սևան, Գորիս հնարավորինս մոտ լինելու, երբ 2016-ը թակի բոլորիս դռները։ Հենց ասեիր, ես էլ կգայի։ Չէ, դու պիտի պարտադիր ինձ մենակ թողնես։ Հետո էլ դժգոհում ասում, խոսում եմ։ Ինձ մենակ թողեցիր, պապա։ Բայց ես ինչի պիտի նոր տարին մենակ դիմավորեմ։ Նոր տարին ընտանեկան տոնը, իսկ ես ընտանիք չունեմ։ Ոչ էլ ձայն կհանեմ, ոչ էլ կասեմ Ալիկին, որ հանդիպել եմ Լևի հետ։ Ինչ որ շատ խոսացի, զգացի, որ բաներ ասեցի, որոնք պետք չէին, որոնք Ալիկի դեմ էին։ Երեխեք, սիրտս կանգնում է, չեմ համբերում երբա նոր տարին գալու։ Ես զգում եմ, սա իմ տարին է լինելու, ամուսնանալու եմ։ Այդ ինչից վերցրեցիր, բեյբ, գուշակի մոտ ես գնացել։ Դա ինչ գուշակ, քո գուշակի լավ, դու կարող ես աղջիկը ընկեր, դու կարող ես աղջիկը ունի ամեն ինչ, քեզ ինչ, Մալադեց, կոծիկ, հասկացավ ինձ։ Կոչ, այ կոչ, իսկ ես կարամ ես թազա տարվա մեջ գնամ բալետի։ Իսկ ես ու կոծիկս այս թազա տարվա մեջ պատրաստվում ենք բալիկ ունենանք։ Իսկ ես ու Վլադիկս արդեն պատրաստվել ենք։ Ես հղի եմ։ Բայց դու բաժանված չեք։ Ոչ, դա ընդհանրապես շշուկներ են։ Այո, ինչպես ասեց իմ գեղեցկուհի քույրիկը, դրանք ընդհանրապես շշուկներ են։ Բաժակցած դիր, դու հղի ես։ Մանի, մի քանի ժամից նոր տարի է, չխմեմ։ Ոչ, դու այս անգամ սահմանափակվի բարելով։ Կարմեն, իսկ քո Վլադիկը ուր է։ Ինքը սենց տեղեր ընդհանրապես չի սիրում գնալ։ Вообще։ Вот։ Երեխեք, ես այսօր շատ բարի եմ, շատ։ Դե ասում են, ով որ բարի է, Աստված գնահատում է։ Օրինակ ես գնահատում եմ։ Ով է գալիս ինձ հետ պարելու։ Գնացինք։ Կոչ, այ կոչ, դու հասկանում ես, այստեղ ոբշի ինչա կատարվում։ Նոր տարի է, Պուշոկ, նոր տարի, մարդիկ բարյանում են, Պուշոկ։ Կոծիկ։ Սուս մնա, քեզ էլ եմ ցանկանում բարյանալ։ Կոծիկ, ինչի ես չարեմ։ Կոչ, հալենային անգինին, դու սենց անգինին հեչ տեսած կայիր։ Պուշոկ, անգինը պրիչոմ։ Այսօր մեր օրն է, Պուշոկ, պատրաստ ես երեխա ունենալու։ Մամուլ, ինչի չես պարում։ Մամա, լավ էլի պարի, նույնիսկ ես եմ ուրախանում։ Ռադեղեք ուրախացեք, լավ։ Մամա ջան, խնդրում եմ բրոս, հա։ Հիմա պապան ու Արամիկը իրանց կյանքն են վայելում, ու չգիտեմ, որ դու այս դեմքով այստեղ նստած ես իրանց պատճառով։ Իսկ ես երաժշտությունն եմ վայելում։
Ես գնացի։ Ակա։ Գիժը։ Ոյ բաշան ոյ։ Լույսի պես ասիրուն ու անմար ես, լույսի պես դու հավետ ու տակուն, արևից է շողուն ու պայծար ես, դու ես իմ հոգում, միայն քեզ եմ ես սիրում։ Դու այսօր պիտի սա ընդունես ինձնից, այսօր դու պիտի դառնաս իմը, բայց ինչ-որ շատ ուշացար, կարող է չգաս։ Այս անդեպքն է, երբ իսկապես խոսքերն ավելորդ են։ Փոխարենը թող ես ասեմ։ Ակամ ես չէի կարեմ Չոպստրին համապատասխան շոր ընտրեի։ Ես քեզ ոնց է հաջողվել։ Որովհետև այնքան ուշադիր եմ քեզ նայում։ Ավելի ճիշտ կլինի ասել չեմ նայում, ռենտգեն եմ անում։ Ուզում ես մարմնիդ չափսերը հատ-հատ ասեմ։ Չէ, պետք չի, մերսի։ Բայց թող ասեմ։ Վլադ, եթե մի հատ էլ խոսաս կգնամ։ Ուր գնաս, այսօր գնալ չկա։ Մենք միասին ենք անցկացնելու այսօր մեր ամանորյա առաջին գիշերը։ Ուրիշ բաներ մի մտածի։ Դե հիմա նոր տարին միասին ենք անցկացնելու։ Ու քանի որ նոր տարին գիշերն է սկսվում, ստացվում է մեր ամանորյա առաջին գիշերը։ Մի հատ որ խնդրեմ կարաս դեմքիդ արտահայտությունը փոխես ու անիմաստ բաների մասին չմտածես։ Ես գնացի։ Լավ, անցնեմ ոնց թեմային։ Սկզբում ես քեզ տեսա ու սիրահարվեցի։ Հետո սիրեցի ու շատ սիրեցի։ Սիրեցի 2015-ին։ Դու ինձ օգնեցիր հասկանալ, թե ինչ է նշանակում սիրել, առհասարակ ինչ է իրանից ներկայացնում սերը։ Ու քանի դեռ 2015-ը չի ավարտվել, ես ուզում եմ դու քո համաձայնությունը տաս ու դառնաս իմ կինը։ Վլադ, դեռ շուտ է, ես քեզ ասել եմ։ Չես սիրում ինձ։ Վլադ։ Սիրում ես, թե չէ։ Ճնշում ես ինձ արդեն, Վլադ։ Ձեռքդ տուր։ Վլադ, ասեցի չէ, որ դեռ շուտ է։ Հասկացա։ Ես ընդունի ընդհանրապես որպես նվեր։ Սա քեզ թող ոչ մի բան չպարտադրի։ Տուր ձեռքդ։ Տեսար, մատիդ չափսն էլ գիտեմ։ Չէ, բայց թող մարմնիդ չափսերը ասամ, էլի հատ-հատ։ Դե լավ էլի, Վլադ։ Հա, բա ինչ անեմ։ Պիտի չայնացնեմ, որ խոսած վերջապես։ Ուզում եմ նոր տարին պարով սկսենք։ Ես քեզ հրավիրում եմ պարի։ Ես պարել չգիտեմ։ Ոչինչ, ես քեզ կսովորացնեմ։
Ինձ փոքր ժամանակ բարի են տարել։ Ճիշտ է, տարին 2 անգամ էի գնում, բայց իմ կարծիքով տարին 2 անգամը բավարար է, որ կարողանամ մի քանի էլեմենտ կպցնել ու քեզ սովորացնել որևէ բան։ Խոստանում եմ մի քանի էլեմենտ կսովորացնեմ։ Դե ինչ, համաձայն եք ինձ հետ պարել, թե ոչ, սերիմ։ Չգիտեմ։ Լավ։ Ոնց որ դե շատ երկար գնացինք։ Սառեցած ճանապարհները դրա համար են դանդաղ գնում։ Հիմա երևի Ադամի լակոտի հետ ես։ Ավ, թող այդպես լինի։ Թող դա լինի իմ նվերը քեզ։ Բայց մեկը դու նրա հետ չես լինելու աղջիկ ջան։ Գալիս եմ տղես, գալիս եմ, որ հասնեմ քեզ, գորս, իմ տղա, իմ բալա, չի այնց թվում, որ մենք էլ չենք բաժանվելու։ Այդ տղա կարող է վերջապես գաս միասին սեղան նստենք, մի բաժակ բան խմենք։ Արժի որ։ Այ քեզ բան։ Չարժի որ նոր տարի է վերջի վերջը։ Դե որ ասում ես արժի, ուրեմն մի բան գիտես էլի։ Երևի թափառելուց լավ է սեղան նստելը։ Լավ, ինչքան թափառեցիր հերիքա տունորի։ Ինչ բերեմ։ Ինչ պիտի բերես։ Մի քիչ երջանկություն, մի քիչ էլ երազելու կարողություն։ Մի 2 շիշ արախ, եթե կարող ես։ Ես ուրիշ հնար չունեմ։ Մենք պիտի հանդիպենք։ Դու պիտի որդուդ դուրս բերես բանտից։ Թող ալիքին չպարտադրի, թե ես ոնց պիտի ապրեմ։ Լև Սեթրագիչ։ Չեք ուզում ձեզ որդի պարգևած կնոջ աչքերի մեջ նայել։ Վատ նվեր ստացվեց։ Բայց ինչ արած։ Շատ լավ պարեցիր։ Կարող ես լես փոքր ժամանակ գնացել պարի։ Հա, ու էլի տարին 2 անգամ։ Լավ, ինչի ստեղ եկանք։
Հիշում ես, դու մի անգամ ասացիր, որ հայկական ֆիլմերից ամենաշատը կտորմը երկինքն ես սիրում։ Դե ասել եմ, որ ես հայկական կինոներ առհասարակ շատ եմ սիրում։ Բայց դե իհարկե կան կինոներ, որոնք մի տեսակ ուրիշ ձև եմ սիրում։ Ու հատկապես ասացիր, որ կտորմը երկինքի ֆինալն ես շատ սիրում։ Հա, որովհետև կտորմը երկնքի վերջին հատվածը ինձ համար ոնց որ հենց կյանքի փիլիսոփայությունը լինի։ Իսկ երաժշտության մասին ուղղակի խոսք չկա։ Խենթանում է Մասուրյանի համար։ Գիտես չէ, փոքր ժամանակ նույնիսկ բառեր եմ գրել այդ երաժշտության համար։ Ինչի մասին էր երգը։ Երգը մի բարի թռչնի մասին է, ով աշխարհում սեր է տարածում։ Բայց քո բարի թռչունը իմաստեղ է ու սեր է տարածում։ Շորհակի չմրսած դուրս են գալիս։ Ինչի։ Որովհետև դրսում ցուրտ տաղ չի։ Աչքերս ինձ դավաճանում են։